որ ավարտել այս դպրոցի դա գիտի։ Մենք պահանջում ենք, որ Պուշկինի դպրոցի տնօրենը շարունակի լինի Նատալիա Գայգնան, որտեղ չենք տեսնում պատճառ իրեն հեռացնելու իր պաշտոնից, որովհետև դպրոցի առօրյան կազմակերպվածը ֆանտաստիկ լավ։ Դպրոցի պայմանները, դպրոցի դասապատրաստումը, երեխաները կարող են առանց հավելյալ պարապումների ընդունվել համալսարան, ցանկացած համալսարան։ Մեր դպրոցի շրջանավարտները Երևան քաղաքում եւ դուրսը գտնվում են ամենաբարձրագույն պաշտոններում։ Եվ չեմ խոսում նրա մասին, որ Պուշկինի դպրոց ավարտած երևանցիները ունեն այլ արժեքներ, իրանք գիտեն ընկերություն անել, իրանք գիտեն իրար սիրել։ Մինչև հիմա ես 30 տարի ավարտել եմ այս դպրոցը, 5-րդ ծերունդն եմ, իմ պապիկս է ավարտել այս դպրոցը։ Այս պատերի ամեն մի շուրուպի համար դպրոցի տնօրենը ամեն ինչ արել։ Ներողություն, այս պայն տնօրենը դպրոցում է։ Մենք տեղյակ չենք, մենք հիմա իրեն այսօր չեք հանդիպել։ Մենք չենք հանդիպել եւ մենք փորձում ենք հիմա առանց դասատուների եւ առանց տնօրենի կազմակերպել մի շատ կարեւոր մեր համար որպես Պուշկինի դպրոց ավարտողների եւ ապագա ավարտողների համար նախ մեր երեխաների իրավունքները խախտվել է։ Այսօր շատ բալիկներ ակտիվիզալում ունեին վերջի զանգի առաջի դասարանները ավարտում էին իրանց վերջի դասները։ Շատ բալիկներ ունեն քննություններ, իմ երեխան եւս ունի քննություններ, ունի ավարտական հանդես եւ ես ասում եմ, դա երեխաների իրավունքների խախտում է եւ այդ ծնողները եկել են ստորագրել դրա մասին, որ մենք դեմ ենք, մենք ուզում ենք հրապարակորեն բոլորիս մոտ մեզ բացատրություն տան, ով որ դա որոշել է նախարարությունը, թե ինչի են որոշել մեր տնօրենին հեռացնել պաշտոնից եւ մանգալ ուրիշ։ Ենթադրենք մի պատասխան գտան, ներողություն, ենթադրենք մի ֆիկտիվ պատասխան գտան ու տվեցին եւ մենք ուզում ենք բաց քվեարկություն, մենք պահանջում ենք դպրոցի դուրս լինի, թե ինչ որ նախարարություն։ Դա չի նախատեսվում օրենքով, սիրելիս։ Մենք դեմ ենք, որ առանց մեզ տեղյակ պահելու, առանց դպրոցի ծնողներին տեղյակ պահելու, առանց պարզաբանում տալու, թե ինչի մեր տնօրենին հեռացնում են աշխատանք։ Դուք այսքան պաշտոնանկությունների վերաբերյալ որևէ պարզաբանում ստացել եք Հայաստանի Հանրապետության բարձր գիտակցության տեր քաղաքացի եք դուք։ Տեսել եք SMS-ով ԲԴԽ-ի նախագահի ազատում որևէ երկրում կիսազարգացած թեկուզ, բայց տեսել եք դա մեր երկրում, չէ՞։ Եվ դրա վերաբերյալ պարզաբանում տեսել եք քննչական կոմիտեի նախագահին են SMS-ով ազատում։ Դուք տեսել եք այդպեսի։ Ուզեք չուզեք, սա այդ հերթական որոշումներից մեկն է։ Ես շատ անդրամադիր եմ հիմա, շատ հուզված եմ, բոլորը իմ բալիկներից սկսած այսօր հուզված են եւ ես պահանջում եմ, թեկուզ իմ համար նորից եմ կրկնում, իմ Պուշկինի դպրոցը դա մի հանրապետություն է հանրապետության մեջ։ Դասադուլ եւ գործադուլ է առավոտից այսինքն դպրոցում այսօր։ Ես տեղյակ չեմ, բայց դասադուլ է, ինչ են անում դասատուները ես չգիտեմ, բայց մեր երեխաները եւ ծնողները մենք չենք ուզում շարունակենք, չիմանալով պատճառը, ինչ է մեր տնօրենին փորձում հեռացնել, ինչ է լինելու մեր դպրոցի ապագան, մենք պահանջում ենք հենց հիմա բացատրություն այն մարդուց, ով որ այդ մենք չգիտենք ով է դա արել, եւ մենք որպես ատեղյակ, անգրագետ գուցե, հատա բոլորը շատ գրագետ են, ես ինքս դասախոս եմ, ես պահանջում եմ իմանալ, եթե մի մարդու հեռացնում են աշխատանքից, պատճառը, որովհետև մենք որպես ծնող պատճառ չենք տեսնում, այսքան մարդ շատ գոհ է, 99% ծնողների, ես կարող եմ։ Գիտեք, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմել է շատ գոհ, բայց տնօրենն ազատում է, որտեղ իրենց ճաշակով չէ։ Իրենց գործն է, մենք մեր կողմից չենք շարունակելու հաճախել Պուշկինի հիմնական 8 մեծ սիրելի։ Այսինքն մտադիր եք դպրոց չբերել երեխաներին, նրանք տուժեն իրենց ուսումնառության իրավունքից, ինչ է թե միջև ես կպահանջեմ եւ մենք կգնանք նախարարություն, մենք կգնանք բոլոր այն կառույցները, որոնք այդ որոշումը կայացնում են։ Եթե ասեմ, որ իրենց ճաշակով չէ, որովհետև այդ ժամանակ եկեք ես լիբոդակաբը չանենք։ Եթե ես ստանամ նման պատասխան, հավատացեք, ես հրեաներից շատ ավելի խելացի կին եմ, շատ լավ պատասխան կտամ։ Իմ ճաշակով չի լիքը բան, բայց իմ ճաշակով է այս դպրոցը, այս դասատուները, իմ տնօրենը, որը պահում է իմ դպրոցի արժեքները, որովհետև նա երևանցի է, նա Պուշկինի դպրոցի շրջանավարտ է եւ այս 11 տարվա ընթացքում
ամեն պատը, զուգարանի թղթից սկսած, միջև դպրոցի գրատախտակը, ամեն ինչը մեր տնօրենը Սա իրական Հայաստանի նոր խաղերի, նոր մարտավարության ձևն է։ Դուք չեք ուզում ընդունել այդ խաղի կանոնները։ Եվ ես ինքս միշտ եղել եմ շատ պայքարող մարդ, պայքարելու եմ նրա դեմ, չեմ քաղաքականացնում, բայց ինչ վերաբերվում է իմ երեխայի ապագային, ես պայքարել եմ, ես այ որոշումը պարտադրելու եմ այն կառույցները, որոնք կայացրել են, ինձ բացատրություն տան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը հարկեր եմ ուծում 4 տեղ, ես աշխատում եմ 4 տեղ, 2 տեղ դասավանդում եմ, միջազգային կազմակերպություն եմ աշխատում, եւ իմ հարկերին, քաղաքապետարանին եւ նախարարությունին, Տիկին Ժանա Անդրեասյանին հրավիրում եմ մեր դպրոց, շրջեք, թող տեսնի մեր դպրոցի Լավ, ինչ են արհամարում, տեսեք, որևէ կառույց իրավունք չունի թույլ տալ։ Թույլ տվեք ավարտել հարցը սարգելիս։ Մենք արդեն 1 ժամ է այստեղ ենք, դրանից 1 ժամ առաջ էլ արդեն լսել ենք, որ դպրոցը դասադուլի է դուրս եկել ողջ ուսուցչական եւ դպրոցական կազմով։ Հիմա, մինչ այս պահը փոքրիկ Երևանում քաղաքապետարանի աշխատակիցը հարկ չի համարել գալ այստեղ եւ հարկ չի համարել մյուս վերադաս մարմնից ԿԳՄՍ-ից ինչ որ մեկը գան։ Ոչ մեկ չի։ Կրկնակի անգամ խախտում են եւ ձեր եւ երեխաների իրավունքները։ Դրա համար հրավիրում եմ բոլորին այստեղ։ Ձեզ շատ շնորհակալ եմ, որ դուք սա նկարում եք, հրապարակեք, թող մեր բոլոր ծնողները սոցիալական ցանցերով Երեխա ջան, դուք չափահաս չեք, կադրում մի երևաց եք։ Խնդրում եմ իմ սիրելի ծնողներին, իմ սիրելի բոլոր ընկերներին հրավիրում եմ Պուշկինի անվան հիմնական 8 դպրոց, բոլոր շրջանավարտներին, առավոտվանից հրավիրում եմ այստեղ պարոն Տիգրան Ավինյանին, իմ կողմից շատ հարգված, քաղաքապետարանի, պարոն Կամո Բոլորին որոշումներ կայացրել։ Տեսեք, Ձեր կողմից շատ հարգված Ավինյանը ձեզ օրինակ չի հարգում եւ հիմա ինքը պարտավոր է ապահովել։ Ես իրեն հրավիրում եմ, իմ Ձեր աշխատել, մենք կխոսենք հետո։ Տիգրան Ավինյանը Պուշկինի շրջանավարտն է իջարել։ Ես տեղյակ չեմ անկեղծ ասած, ես շատ ավելի մեծ եմ, բայց մեծ ջանասիրությամբ խաթարում են։ եկեք հիմա հրավիրենք բոլորին, եկեք քաղաքական ամեն ինչը Դաներեք քաղաքական որոշումով չեն, այսպիսի լուրջ կառույցների ղեկավարներին հեռացնում, սա վարչական որոշումներ է։ Վարչական, ես կլինեմ շատ կորեկտ, շատ ես ինքս դիպլոմատ եմ մասնագիտությամբ։ Շատ դիպլոմատ եք, դուք ասում եք հարգելի Ավինյանը թող գա այստեղ, դուք հրավիրում եք։ Միգուցե դուք պահանջեք, ոչ թե հրավիրեք։ Ես հրավիրում եմ Տիկին Ժանա Անդրեասյանին, պարոն Տիգրան Ավինյանին, բոլոր քաղաքապետարանի աշխատողներին, բոլոր շրջանավարտներին, բոլոր ծնողներին հրավիրում եմ այստեղ եւ եկեք հրապարակորեն խոսենք նրա մասին, թե ինչի ենք մենք ուզում որ Նատալիա Գարիևնան շարունակի լինել մեր դպրոցի տնօրենը։ Մենք չունենք պատճառաբանություն, մենք պահանջում ենք պատճառաբանություն, որտեղ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը հարկեր է վճարում 4 տեղով, որպես դասախոս, որպես Ձեզ թվում է մյուսները հարկեր չեն վճարում կամ քաղաքացի չեն։ բոլորին հրավիրում եմ ստեղ, ով որ կապ ունի Պուշկինի դպրոցի հետ։ Նշվում է, որ այստեղ են արդեն ասել Պուշկինի դպրոցի, Այո։ որ Մանաձորից արդեն ընտրվել է տնօրեն եւ մեծ տեղյակ չէ։ Եվ երկուշաբթի օրը նա պետք է արդեն Կարծում եք հատուկ ստրատեգիա չի ուսումնական տարվա ավարտին լուծել խնդիրներ, որպեսզի կրքերը հանդարտվեն։ Անալիզի չեմ ուզում ենթարկել, ես ուզում եմ շատ կոռեկտ լինեմ, հրավիրում եմ բոլորին այստեղ, մենք սպասում ենք, այսօր Պուշկինի դպրոցը խայտառակ վիճակում է։ Մենք Պուշկինի դպրոցի